Այդ դաշտի հետ կապված մի բան պատմում, այդ դաշտը, եթե չեմ սխալվում, Ռուբեն Հայրապետյանի կողմից էր սարքվել, ու չեմ սխալվում հաստատ։ Ու բավականին լավ դաշտ էր սարքվել, մեր հանրապետական մարզադաշտի խոտածածկն ուներ, ու այս պատերազմի օրերն ադրբեջանցիք հատուկ խփել էին այդ դաշտին, էլի, ու երեխեքը նաև պարապում էին, ու Ռուբեն Հայրապետյանի հետ եմ խոսում, ասում, գիտես, սաղ հեչ էլի, այդ ամեն ինչ որ կա, նյութական սաղ վերականգնվող է, բայց որ ես դաշտին եմ նայում Նարեկ, սրտիցս գիտես ինչ արունակ է, Թումար ասում է, նայ ես ինչ եմ ասում, երթվում եմ, այս նոր հիշեցի այդ պատմություն, ասում է, նայ քեզ ինչ եմ ասում, խոստանում եմ, պատերազմից հետո այդ դաշտի վրա կրկնակի բան եմ դնելու, ու տես այդ դաշտը ինչ եմ սարքելու, ով կմտածեր, որ այդ դաշտը սենց կլինի էլի ապա։ Հիշում եմ, ասում եմ, այն որ տենց Հայրապետյանին ճանաչելով ինքը տենց բան չի էլի, տենց խիստ էմոցիաներ, տենց ցավալի էմոցիաներ ցույց տվող չի էլի, այդ դաշտի վրա ապա ինքը սենց այն որ լրիվ այն որ ներվերը խախտվել էր էլի, ասում արա արունը ծրտից արունակ։ Չէ, կարծում եմ բոլորս է գիտենք էլի Հայրապետյանի վերաբերմունքը թե Արցախին, թե ֆուտբոլին իր ժամանակ հավաքական ինչ էր, հիմա ինչա, թե դիսցիպլինայի, թե առհասարակ կարգապահական մի շարք հանգամանքների, առհասարակ հա մակարդակը այդ գործընթացների, որոնք այդ միջավայրն են ստեղծում, հավաքականի, գլոբալ խաղերի արդյունքներ եւ այլն։ Մի խոսքով ողջունում ենք Հայրապետյանին, ժամանակ առ ժամանակ մեզ դիտում, ինչ որ հետադարձ կապ է տալիս, հուսամ, որ կգա ժամանակը, որ այն արդյունքները ու էլ ավելի լավ, որտեղ պայմաններ է պետք դրա համար կլինեն պայմաններ, որտեղ կոմպետենտ մարդիկ կկարողանան ծառայել իրենց հայրենիքին, ոնց որ Հայրապետյանը մի քանի մասով, բայց ֆուտբոլով ավելի ճանաչելիորեն ծառայում էր մեր պետությանը։